Իրան-Իսրայել եռացող կոնֆլիկտի պատճառով այսօր առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Ադրբեջանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում նաև հայեր կան։ Ռուսաստանի Դաշնության հայերի միությունը արդեն դիմել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներին, խնդրելով հնարավոր ամեն բան անել ապահովելու հայերի անվտանգությունը։ Ավիացիայի փորձագետը հղում է կատարում միջազգային օրենքին ու հիշեցնում, ֆորս-մաժորային իրավիճակներում ռեզերվային օդանավակայաններում որևէ երկրի քաղաքացու վտանգ պիտի չսպառնա։ Ադրբեջանը կամ որևէ այլ պետություն որևէ ոտնձգություն անել այդ մարդկանց հանդեպ իրավունք չունի։ Բայց դուք գիտեք, որ Ադրբեջանի, Բելարուսի նման պետությունները իրենք անօրեն են։ Եթե օրենքների սահմաններում մնա Ադրբեջանը, նրանք իրավունք չունեն հայերին մատով կպել, որտեղ այդ մարդիկ այդ երկրների իրավասության տակ են գտնվում։ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքները, ինչի հետևանքով բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, հետաձգվել, փոխել երթուղիները։ Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել կամ փոփոխել են մի շարք չվերթների երթուղիներ, այդ թվում դեպի Հայաստան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից փոխանցում են մեր երկրից էլ չեղարկված կամ հետաձգված չվերթներ կան։ Աբու Դաբիից 2 չվերթ է հետաձգվել, Շարժայից նույնպես չեղարկվել են Դուբայից, Թեհրանից եւ Թել Ավիվից ժամանող չվերթներ։ Երևանում կան նաև արտակարգ վայրեջքներ։ Իրավիճակով պայմանավորված Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել 3 չվերթ։ Ավելի ուշ տեղեկացրին նաև, որ Վիզեիր ավիաընկերության Աբու Դաբի-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխել է երթուղին շրջանցելով Իրանի ու հարևան երկրների օդային տարածքները։ Իսկ Քաղավիացիայի կոմիտեից էլ հայտնեցին, որ այս պահին անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները։ Նույն իրավիճակով պայմանավորված Զվարթնոց օդանավակայանում ադրբեջանի քաղաքացիներ են հայտնվել։ Ազգային անվտանգության ծառայությունն է փոխանցում։ Քանի ադրբեջանցի է հայտնվել Երևանում ու քանի հայ Բաքվում, դեռ պարզ չէ։ Այդ մարդիկ գտնվում են հիմնականում Կատարի եւ ռուսական օդանավերն են Էմիրատներ գնացող երևի ինտեղ հայտնվել, բայց նույնիսկ այդ պարագայում Կատարի համար ռեզերվային օդանավակայանը իրենք ընդհանրապես ընտրում են Բաքվում, ունեն պայմանագիր։ Էմիրատական օդանավերը Հայաստանում են։ Հիմա եթե Հայաստանում հայտնվի ադրբեջանցի, հայերը ոչ մի բան չեն անելու եւ չպետք է անեն։ Մասնագետը նկատում է, նախադեպը եղել է ժամանակին էլ Հայաստանում ադրբեջանական ուղևորներով օդանավ է վայրեջք կատարել եւ նրանց մեր երկրի տարածքում ոչինչ չի սպառնացել, բայց չի բացառում, որ Ադրբեջանը այդուհանդերձ ոտնձգություններ անի։ Հայաստանի կողմից հղումը պետք է լինի միջազգային օրենքների վրա։ Հենց հիմիկվանից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է արդեն դիմի եւ ԻԿԱՕ եւ ՏԻԱՍ-ը, համաշխարհային քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն եւ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալություն։ Ինչպես նաեւ պետք է դիմի այդ երկրներին, որոնց օդանավերում գտնվում են այդ քաղաքացիները, որ նրանք այդ երկրները Ադրբեջանից պահանջեն այդ իրենց ուղևորներին հանկարծ չկպնեն։ Անկախ այն բանից, թե որքան կձգվի այս ֆորս-մաժորային իրավիճակը, մարդկանց պետք է դուրս բերեն օդանավից ու ապահովեն նրանց անվտանգությունը, կամ էլ արագ կազմակերպեն նրանց հետ վերադարձը։ Հայաստանի արտգործնախարարությունը այս պահին ըստ փորձագետի պետք է ամբողջ թափով աշխատի այս ուղղությամբ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։